Բարի երեկո իմ Facebook-յան հետևորդներին, կխնդրեմ մեզ լայվը տարածեք, որովհետև ատակայ ագնում իմ էջի վրա։ Երեկ մենք լայվ ունեցանք Քենիայի փոխոստիկանապետ Քոչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի հետ եւ այդ լայվի ժամանակ շատ հարցեր դուք գրեցիք, անգամ այնտեղ կային մարդիկ գրել են իբրև թե մենք առ ենք համարում եւ ձեր տված հարցերին չենք պատասխանում։ Արհամարել եւ իմ կողմից եւ Արտակ Սարգսյանի կողմից չկա։ Ես թորի բաժնում փոքր տեսանյութ տեղադրեցի, որ այսօր հատուկ ձեզ համար մենք պատասխանելու ենք, ավելի շուտ Արտակ Սարգսյանը պատասխանելու է ձեր լայվի տակ գրված բոլոր հարցերին։ Պատրաստ եք, պարոն Սարգսյան։ Այո, բարև ձեզ, շնորհակալ եմ թե հարցերի համար, թե հրավերի համար, Արիանա ջան։ Առաջին հարցը մեզ գրել է Լևոն Շարաֆյանը Ամերիկայից, դուք երևի թե ճանաչում եք, գիտեք հեռուստատեսությունից, մեր մտավորական, սիրված, հարգված դերասան Լևոն Շարաֆյանն է, երևի թե պարոն Սարգսյան ինքը չի հետևել, նոր է սկսում հետևել մեր լայվերին կամ ձեր հարցազրույցներին, հարց ա տվել, ոնց եք պատկերացնում Արցախի վերադարձը առանց պատերազմի, չնայած որ դուք բացատրել եք, թե դուք ոնց եք վերադարձնելու Արցախը։ Ուրեմն եկեք վերադարձնել, չասենք ավելի խիստ ձևով ասենք, ազատագրել ասենք, մենք ասել ենք, որ Արցախի ազատագրումը առանց զենքի ուժի դա անհնար է եւ ներկայացրել ենք, որ լինելու է վարձկանների օգնությամբ եւ նույնիսկ ասել ենք քանի օրում եւ Նախիջևանը քանի օրում, դա օդից վերցված թվեր չի, դա որոշ կազմակերպությունների հետ բանակցություն տարած թվեր է, չասենք այդ կազմակերպությունների անունները, հարցը այստեղ չի գնում միլիտարիզացիայի մասին ռեգիոնում անստաբիլության ոչ, այ հիմա ինչ որ ընթանում է, դա ռեգիոնի անստաբիլություն է բերելու, իսկ որ մենք ենք առաջարկում, մի խոսքով Ադրբեջանի լուծարում, այդ արեստացին երկրի լուծարում, բռնի միացված ազգերը, որ այնտեղ կան, կապրեն կոնֆեդերացիայի սկզբունքով, զինված տեսքով, ու այնպես չի, որ մենք հենց այդ պատերազմ հրահրողն ենք, մենք պատերազմի եզրին արդեն կանգնած ենք, մեր այսօրվա Հայաստանի Հանրապետության իշխանությունները մեզ արդեն կանգնացրել են այդ պատերազմի եզրին եւ մեզ անընդհատ ստիպում են, որ մենք գնանք զիջողականության, բայց վերջում միևնույնն է պատերազմ, այսինքն իբր տալիս են ընտրություն, բայց իրականում ընտրություն չեն տալիս, ուղղորդված զիջողականության ծրագիրը։ Նույնը եղավ 44 օրյայի պատերազմի ժամանակ, կտան զոհեր կհամաձայնվեն, կվախեցնենք պատերազմով կհամաձայնվեն, կբերենք բենզին կհամաձայնվեն, մի խոսքով մեզ արդեն կանգնացրել են այդ պատերազմի եզրին։ Մի խոսքով, սիրելի արցախցիներ, իմ կողմից շատ սիրված եւ հարգված դերասան ամենախելացի մտավորականը դա հայ ազգի մեջ Լևոն Շարաֆյան, հուսով եմ գոհացրեց պարոն Սարգսյանի պատասխանը ձեզ։ Անցնենք առաջ։ Այո։ Երկրորդ հարցը, պարոն Սարգսյան, Միշա Միկան ա գրել, ինչու համաներում չեն հայտարարում արդեն 8 տարի է։ Տեսեք, հիմա նրանք բաժանել են մեր հասարակությունը շերտերի եւ այդ փոքր շերտը, որը որ փոքրականակ շերտը, նրանք անտեսում են, հաշվելով, որ այդ մարդիկ երկրորդ իրավունք, երկրորդ շանս պետքա չունենան։ Բայց այդտեղ հարցը շատ նուրբ է, մենք ասել ենք, որ համաներում, հայկական համաներում հայտարարելու ենք եւ բացի սպանության գործերից եւ մանկապղծության գործերից ու կա նաեւ հայրենիքի դավաճանության, որը որ էլի պետքա սպանության գործերի պես հատ-հատ քնվի
հաշվի առնվի ես նկատի ունեմ սպանության գործերը, հաշվի առնվի տուժվող կողմը եւ դրանից հետո ամեն սպանության գործ լինելու է առանձին քննություն։ Մնացած բոլորին տարվում է համաներում, տրվում է մեր հաղթելուց հետո, հա, եւ տրվում է երկրորդ շանս։ Եվ քրեական օրենսգրքի մեջ լինելու է շատ փոփոխություններ, առաջինը այդ կալանքը երկրորդ անգամ արդեն համաներումից հետո ով որ կստանա այդ հնարավորությունը կյանքը ուղղելու կանի հանցանք, որոշ հանցագործություններ կգնան ազատ աքսորի, որպեսզի ընտանիքներ չքայքայվեն, սահմանամերձ գոտիներ, պետությունը կապահովի մինիմալը տուն, ապրելու տեղ, լույս, գազ, ջուր, եթե կուզեն շքեղ կյանք, ընտանիքը պետք է այդ շքեղ կյանքը դուրս է գալու քրեական հեղինակությունների մասին օրենքը ընդհանրապես հանվելու է, դա մարդու իրավունքների դեմ է, դու մարդկանց պատժում ես ոչ թե արարքի համար, այլ պրոցեսի համար, որը որ ընդհանրապես հակամարտկային է։ Եթե քրեական ենթամշակույթ չեք ուզում, փոխեք հասարակությունը, զարգացրեք էկոնոմիկան, դարձրեք երկիր եւ այդ ենթամշակույթը չի լինի։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Պարոն Սարգսյան, այստեղ հարցը տվել Ժաննա Մխիթարյանը։ Բա որ ընտրությունները կեղծվեն, այդ ժամանակ ինչ եք անելու։ Տեսեք, ընտրությունների կեղծել, նախ ընտրությունների կեղծիքը մեր ծրագրում դա հավասարվելու է իշխանության զավթման փորձին, այսինքն այդ քրեական օրենսգրքի մեջ մտնելու է եւ սահմանադրության մեջ, որ ընտրությունների կեղծումը դա իշխանության զավթման փորձ է, նույն հոդվածով է գնալու եւ իրոք դա իշխանության զավթման փորձ է, քանի որ եթե կեղծվել է, կար արժանի մարդ, որ կարող էր լինել։ Ես ասեմ, որ ինչքան էլ մենք բողոքենք այս իշխանությունից, այդպիսի վառ ընտրական կեղծիքներ ես չեմ տեսել։ Միգուցե նրանք պատրաստվում են հիմա այս դիտորդների մասին խոսակցություններ գնում պարլամենտում, միգուցե նրանք պատրաստվում են դրան, բայց մենք տեխնիկական միջոցներ եւ ամենակարևորը ժողովուրդ ջան, դուք ով հարց եք տալի, այդ դիտորդական առաքելությունների մեջ ընդգրկվեք, մենք ձեզ կտանք տեխնիկական միջոցներ, նույնիսկ եթե լույս անջատվի, դա չի հաջողվի նրանց։ Բայց ելի եմ ասում, այս իշխանության ժամանակ, ինչքան էլ իմ աչքի լույսը չեն, ես բացառիկ ընտրական կեղծիքներ չեմ տեսել։ Ընտրական հնարքներ նրանք ունեին թիմ առաջ, թիմ ավականիների ընտրությունների ժամանակ միացնել այս համայնքը խոշորացնել ընտրական հնարքներ էին, բայց երբ խոսքը գնում է խորհրդանորական ընտրությունների մասին, այդ հնարքները ավելի պակասում են։ Մի խոսքով տեխնիկապես եւ ամենակարևորը մարդկային ռեսուրսով մենք պատրաստ ենք, նվազացնելու ենք, ես չեմ ասում չի կարող լինել, նայենք Էջմիածինի ընտրությունները կային ինչ որ ես կասեի ձեզ ներեցեք որ ընդհատում եմ հենց այդ Էջմիածինի միանգամից որ այդ անտվեցիք ձեզ ասեմ, հա, Լուսինե Հովանեսյանն էլ իր մտահոգությունը հայտնել, եթե Էջմիածնում նման բան լինի, վերջին պահին լույսերն անջատեն։ Խնդրում միանգամից դա էլ ասեք։ Հիմա տեսեք, նախ վաղաշաբաթի այդ ընտրությունների ժամանակ եղել էին փոքր խախտումներ, բացառիկ կեղծիք չէր եղել, ել եմ ասում, ինչքան էլ իմ աչքի լույսը չեն այս մարդիկ, ու այդ փոքր կեղծիքները, խախտումները էական ազդեցություն ընտրական այդ արդյունքների վրա չէին ունենա։ Մի խոսքով, եթե լույս անջատեն, ես ասացի, մեր թիմերը լինելու են զինված տարբեր տեխնիկական միջոցներով, որ այդ լույսի անջատելը չի ազդելու։ Շատ լավ։ Իմ շատ լավ Facebook-յան հետևորդներից, ում ճանաչում եմ, Գրնո Ալեքսն է գրել, իր մտահոգությունն է հայտնել ավելի շուտ, Աստված չանի գեներալ ջան, պարտության դեպքում ինչ եք պատրաստվում անել։ Գառնիկ է երևի Գրնոն։ Այո։ Գառնիկ ջան, ես իմ
ասածով կշարժվեմ, պլան B չունեմ, չեմ էլ ուզում մտածեմ այդ պլան B-ի մասին, մեր պարտությունը ձեր պարտությունն է, ձեր ձեռքում է, եթե ազգովի մասնակցեք այս ընտրություններին, պարտություն չի լինելու, եթե ձեզ հետագայում հետաքրքրում է ընտրություններից հետո ասենք արդյունքների վերաբերյալ կապրենք կտեսնեմ։ Ես գիտեմ, որ մենք մեծամասնություն ենք լինելու։ Շատ լավ։ Վահրամ Հայրապետյանն է հարց ուղղել ձեզ։ Ձեր ընտրվելուց հետո, հա, ծառայության երբ որ գաք, ինչպես դուք եք շեշտում միշտ, կադրային ջարդ կլինի, թե ոչ, պարոն Սարգսյան։ Ուրեմն լյուստրացիա իհարկե լինելու է, բայց ոչ ջարդի տեսքով, եթե մարդիկ չեն համապատասխանում, նրանք հնարավորություն կտրվել նրանց, որպեսզի գնան եւ ստանան կամ փորձ կամ կրթություն, որպեսզի ամեն մարդ գրավի իր տեղը, որոշ նախարարություններ, որոշ ծառայություններ փակվելու են աստիճանաբար, բանակում միանշանակ լյուստրացիա, այդ գեներալները, որ կան, կամ ես էլ եմ ասում, որ ոչ ոք իրանք չխփեց, ուսադիրները չփոկեց, դրանք բոլորի ուսադիրները կհանվի, մի խոսքով լյուստրացիա որոշ ծառայություններում անպայման, բայց օրենքի սահմանում զանգովի ոչ մի արդարադատություն, ոչ մի զանգովի, ասենք, վրեժխնդրություն չի լինելու, բայց այո, պետքա մասնագետները, չունենք մասնագետ, մենք կաշկանդված չենք դրսից բերելու։ Անկամ ես կարծում եմ վնգստացող դատավորներ էլ չեն լինի։ Այո։ Շատ լավ։ Սերգեյ Սրապյանն է հարց գրել։ Դուք ինքներդ կարդում եք մյուս կուսակցությունների ծրագրերը ու այստեղ գրել է, որի դուռը կգնայիք։ Դուրը կգնանք մի քիչ երևի։ Ինչպես գրել են, ես այնպես ասում եմ։ Ուրեմն տեսեք, մինչև ծրագիրը գրելը արդարադատության կայքից ներբեռնել եմ 25 գործող կուսակցությունների ծրագրերը, ոչ թե ինչ-որ կարդալու կամ ինչ-որ մի բան սովորելու, այլ ինձ հետաքրքիր էր գրելու ոճը, քանի որ Հայաստանում ծրագիր չէի գրել, եւ ինձ հետաքրքիր էր այդ գրելու ոճը, ոնց պետքա լինի, եւ ես իմ ծրագիրն եմ 25 կուսակցության կարդացել եմ, մեկը մյուսից թխած, ասենք ոչ թե մեր ծրագրի պես, այլ ուղղակի մեկը մյուսից թխել է, որ գնում ես ՍՊ բացելու, կանոնադրությունը քեզ պետությունը տալիս է, նույնն էլ այդտեղ, նույնիսկ այնտեղ, ասենք, մեր կուսակցության ծրագիրը սկսում է Աբրահամ Լինքոլնի բառերով, նա ասել է government of the people, for the people, by the people, հա, իշխանությունը ժողովրդից, ժողովրդով, ժողովրդի համար երբեք չի կործանվի, հա, այտենց ասել։ Մյուս բոլոր կուսակցությունների ծրագրերը երևի 70%-ը նույն ռաֆու տողերով էր սկսվում։ Մի խոսքով, նույնիսկ այդ ռաֆու տողերը իրարից կրկնօրինակած 25, ասում եմ, 25 կուսակցության ծրագիր կարդացել եմ, միջև իմ ծրագիրը, մեր կուսակցության ծրագիրը գրելը, արտարոց ոչ մի բան չեմ տեսել, կուսակցության համագումարից հետո կարդացել եմ մի քանի այլ կուսակցության ծրագրեր, ՀԿ-ների առաջարկություններ, որոշ բաներ ընդունել են, որոշ բաներ չենք ընդունել, ոչ մեկի դուռը չենք գնա եւ չենք էլ սպասում, որ ինչ-որ մեկը մեր դուռը պետքա գա, դա մի քիչ երևի ցինիկ կամ կոշտ արտահայտություն արել, ոչ ոքի չենք ուզում կլանել եւ ոչ ոքի կողմից էլ մենք չենք կլանվելու, դաշինքների որպես այդպիսին ես ասել եմ չեն գնա այն մարդկանց հետ դաշինքի ծրագրերով մենք կարող է իրար հետ չհամաձայնվենք, բայց եթե մեր կարմիր գծերի հետ կան ուժեր, որ համաձայն չեն, մենք այդ մարդկանց հետ երբեք համագործակցություն չեն գնա։ Իսկ կարմիր գծերը հստակ է, հայը հայ արյուն պետքա չթափի,
այսինքն իշխանությունը կրվախնձոր պետքա չլինի եւ ոչ մի յետ կուլիսային բանակցություններ։ Շատ լավ։ Հուսիկյան Սուսաննան գրել է պարոն Սարգսյան։ Սարգսյան ջան, դուրս եկեք ժողովրդի մեջ, որ ձեզ բոլորը ճանաչեն։ Սուսաննա ջան, շնորհակալություն, ես ամեն օր եմ ժողովրդի մեջ, սահմանափակված կաշկանդված էի բրասլետի պատճառով հեռու շրջաններ չէի գնում, ես ամեն օր ժողովրդի մեջ եմ եւ էլ մյուս կուսակցական ղեկավարների պես շքախմբով չեմ ման գալիս։ Քուչիկներով, օֆիսներ, աղուհաց չեք պահանջում, որ աղուհացով ձեզ Ես ժողովրդի մեջ եմ, ժողովրդի ցավերը գիտեմ, գույքագրում եմ ցավերը, դրա համար իմ խոսքը են անգլերեն down to earth, հա, երկրի խոսքը, այսինքն են ամպագորգոր աստղային խոստումներ չի, ժողովրդի ցավը գիտեմ, ժողովրդի վիշտը գիտեմ, դրա համար իմ խոսքերը հենց ժողովրդի կողմից է։ Շփվում եմ, բայց շնորհակալություն խորհրդի համար ավելի շատ կսկսեմ շփվել։ Ռայա Պողոսյանն է գրել ձեզ, պարոն Սարգսյան, ինչ եք կարծում, վերադարձ Արցախ կլինի։ Դա արդեն պատասխանեցի այդ Դե հարցին։ պարտավոր էի ասել։ Այո, Արցախը կազատագրվի եւ վերադարձ լինելու է։ Շատ լավ։ Լսեք արցախցիներ, իմ շատ սիրելի արցախցիներ։ Ես ձեզ միշտ ասում էի, չէ, գալու է այն մարդը, ով ազատագրելու է Արցախը եւ դուք վերադառնալու եք ձեր հողու ջրին։ Արտակ Ասրյանն է գրել, պարոն Սարգսյան, ում հետ չեք համագործակցի արտախորհրդարանական ուժերից։ Դա արդեն ասեցի, ինձ թվում է արտախորհրդարանական ով որ մեր կարմիր գծերին համաձայն չի կային, Էդմոնդ Մարուքյան միանշանակ չեմ համագործակցի, այն բոլորը, ով որ ժողովուրդն էլ մեզանից լավ գիտի արբանյակներ են, այն բոլորը, ով որ ստեղծված են թե խորհրդանական ընդդիմության կողմից, թե ոչ խորհրդանական ընդդիմության կողմից եւ նույնիսկ կառավարության կողմից դրանց հետ միանշանակ չենք համագործակցի, բայց ամենակարևորը կարմիր գծերը։ Շատ լավ։ Էջմիածնի լույսերին մենք արդեն անդրադարձանք, պարոն Սարգսյան ինձ եղբայր կորցրած, եղբոր տղա անհետ կորած, շատ հարազատ մարդ ա գրել Արսենը Ղուկասյան, ով ճանաչում եք, ձերբակալել էին այս դավաճան իշխանությունը, դուրս ա եկել, ինքը հետևում ա ձեզ իմ էջով, խնդրեց, որ ես ձեզ հարց տամ անհետ կորածների, իր եղբոր տղան անհետ կորած է եւ այդ տեսակ շատ կան անհետ կորած երիտասարդներ, խնդրեց, որպեսզի այդ հարցը ես ձեզ տամ, քանի որ ոչ ոք եւ թե նախկին եղել են դեպքեր եւ թե ներկա, որ այսքան շատ անհետ կորածներ կան, ոչ ոք հստակ պատասխան չի ասում, ասում միշտ բոլորը ցրում են, խափում են։ Ուզում եմ հասկանամ ծառայության գալուց հետո Արտակ Սարգսյանը ինչ է պատրաստվում անել այդ հարցով, ոնց է լինելու անհետ կորածների հարցը։ Ուրեմն Արսեն ջան, նախ ճանաչում եմ անձամբ, ուզեմ ասել, այս ինչ որ եղավ Արսենի հետ հակաիրավական, հակաբարոյական, հակամարտկային էր եւ Արսենին առաջինը չի որ ճանաչում եմ, իմ եղբայրը միջև մեզ ձերբակալելը եղել է հատուկ ջոկատային եւ բնեի շենքը միշտ հանձնարարված էր նրան պահելու եւ ոչ մի անգամ Արսենը կիմանա այդ բոյով տղեն որ միշտ կանգնում էր Արսեն ջան ոչ մի անգամ իմ եղբայրը կոնֆլիկտի չի հասցրել քանի որ հասկացել է ինչ ձև կարացել է միջնորդել է ձեզ հիմա ինչ արել է պետությունը Արսեն ջան ձեզ նույնիսկ վշտի իրավունքից զրկել է սքի իրավունքից զրկել է եթե ձեր որդին Աստված չանի կամ ձեր բարեկամը ննջեցյալ է դարձել զրկել է հիմա ամենակարևորը ես ասեմ քայլերը ինչ պետք է արվի ու ես կախարդ չեմ որ զոհվածին կարողանամ հետ բերել ամենաառաջինը ստեղծել միասնական բազա
այս պետությունը դիտավորման պետբազան չի ստեղծում, քանի որ ՆԳՆ-ն ուրիշ տվյալներ ունի, ԱԱԾ-ն ուրիշ տվյալներ ունի, ՊՆ-ն ուրիշ տվյալներ ունի, ՄՈԲ-ը ուրիշ տվյալներ ունի, Զինկոմիսարիատը ուրիշ տվյալներ ունի, Կարմիր խաչը ուրիշ տվյալներ ունի եւ երբ որ ստեղծվի միասնական բազա, մենք ստանալու ենք պարոն Պուտինի ասած թվերը, որ ինքը ասում էր 10,000։ Ու սա մի ընդունեք կոպիտ կամ հեն վարչապետի ասած պլյուս մինուսով։ Առաջինը միասնական բազա, երկրորդ քայլը ոչ թե ձեզ թողնել որպես դիտորդի դերում ինչ որ հանձնաժողովների գաղտնի հետևեք այդ գաղտնի հանձնաժողովների աշխատանքին, որ ձրիակերները նստած այնտեղ ոչ մի բան չեն անում այդ հանձնաժողովի մեջ, տարբեր հանձնաժողովներ, ես չգիտեմ, անվտանգության վերջում էլ հանձնաժողովը ասի մենք չենք հրապարակելու, դա պետական գաղտնիք է, ոչ, այդ դիտորդի դերից դուք դառնալու եք մասնակիցի դեր եք ստանալու, մասնակցեք բոլոր միջոցառումներին, թե կլինի Կարմիր խաչ, թե կլինի այլ միջազգային կառույցների հետ կատարվող աշխատանք։ Ազատագրված տարածքներում հետախուզական ինչքան տվյալ կլինի, այդ հետախուզական տվյալներով ստանալ գերիների մասին ինֆորմացիա կամ ապօրինի եղբայրական գերեզմաններում ննջեցված մեր տղաների մասին։ Եվ տարբեր ձերբակալված թշնամու մոտից այդ ով որ մասնակցել է մարտերին, թե կլինի դա առևանգման ձևով, թե կլինի դա այլ ձևերով, ստանալ մաքսիմալ ինֆորմացիա, էլ եմ ասում, եղբայրական գերեզմանների, որ ես հաստատ գիտեմ կա, քանի որ տեսել եմ պատերազմի ժամանակ մի քանի ադրբեջանական տելեգրամ ալիքներով եւ թե գաղտնի պահվող մեր գերիների մասին։ Իմ հաշվարկով մենք մոտ 500 դեռ գերի ունենք։ Իմ հաշվարկով դա մի ընդունեք որպես կուսակցության դիրքորոշում, դա անձնական կարծիք է, լսելով քանի հոգի է խոսում իր անհետ կորածի մասին եւ տեսնելով այդ տելեգրամյան ադրբեջանական ալիքները, որը որ միշտ պահպանում էինք, որը որ պետքա մեր ԱԱԾ-ն աներ, կար մի շատ վատ ալիք, կոչվում էր Armenian Rats, ոչ թե ռեկլամ եմ անում, այսինքն հայկական առնետներ, եւ այնտեղ շատ դաժան տեսանյութեր էին տարածում եւ ցույց էին տալիս գերիներին, ուղարկել ենք ԱԱԾ-ին, որ այս ալիքին հետևեք եւ եթե հետևել են չգիտենք, եթե հետևածուն լինեին միջազգային հարթակներում այդ հոլովակները, այդ նկարները պետքա ցույց տային, ոչ թե գնային այնտեղ լեզուն առնեն բերանները։ Մի խոսքով ամենակարևորը թափանցիկություն, եթե դա սքի իրավունք է, ձեզ տալ սքի իրավունք, եթե դա հույսի իրավունք է, ձեզ տալ հույսի իրավունք, ձեզ ներգրավել այդ ամբողջ process-ի մեջ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Իսկ պարոն Սարգսյան, հարցերը շատ են, ուզում եմ ես այսքանով սահմանափակեմ, որպեսզի շատ երկար չլինի, ամեն անգամ մենք կընտրենք 10-11 հարց եւ կպատասխանենք, որպեսզի ոչ ոք չմտածի, որ դուք կամ ես արհամարում ենք, այդ ժամանակ չենք բարձրաձայնում, բայց ես եմ ուզում ձեզ մի հարց տալ։ Մեջբերում անեմ, Ժողովուրդ ջան, ուրեմն չենք արհամարում, բայց տեսեք, թե իմ, թե Արիանայի հեռախոսը հակ էր արված, այսինքն ազդեցություն էր իմ հեռախոսը առաջին հարցազրույցից, նույնիսկ մեկ հարցազրույց Արիանայի հետ կորավ, քանի որ մի բան արեցին, այո, իմ հեռախոսը մինչև հիմա իմ Facebook-ը, երբ որ ես live եմ մտնում, չեմ տեսնում մեկնաբանությունները եւ չեմ տեսնում Արիանայի նկարը, այսինքն ես իմ նկարը տեսնում եմ, վերևը save է, հաջորդ անգամ screenshot կանեմ, կտեղադրեմ, որպեսզի հասկանաք եւ այս անգամ նույնը կատարվել էր Արիանայի մոտ, նա չէր տեսնում մեկնաբանությունները, էկրանը կանգնել էր, դրա համար երկու մասից արեցինք,
Բայց մեկնաբանությունները տեսանք միայն լայվից հետո։ Շատ լավ։ Պարոն Սարգսյան, ես խնդրում եմ, ես միշտ ցանկացել եմ այս հարցը տալ, բայց բան ա եղել, ոնց որ ամեն անգամ անցում ենք արել, չեմ կարողացել այդ հարցը տալ, քանի լեզու եք դուք տիրապետում։ Մաքուր 7։ 7, որ լեզուներն են։ Հայերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ուրդու, ճապոներեն։ Եվ մի երկու լեզու էլ խոսակցական, այսինքն այնտեղ գիրը չկա, դե սվահիլին, Աֆրիկա, այնտեղ իրանք գիրը չունեն, կիկույուն, մի երկու հատ աֆրիկական երկրներ, խոսակցական եւ մի մեկ չինարեն շփման մակարդակով եւ եւս աֆրիկական, ասենք, ցեղերի լեզուներ շփման մակարդակով, հա։ Շատ լավ։ Առօրյա շփում կոմունիկացիա։ Իսկ ձեր ասած մաքուր 7 լեզուն, որ դուք տիրապետում եք, դե լսել եմ անգլերենը, չիներենը լսել եմ, արաբերենը լսել եմ, նաև վարժ գրում եք։ Այո, շապոներենը վարժ գրում։ Նիկոլ Սովորի, Գյորս չեմ տանելու, շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Սարգսյան։ Այստեղ ես երեկվանից այդ կոմենտը կարդում եմ եւ ծիծաղում եմ, որը ինձ ա վերաբերվել։ Մի երիտասարդ գրել էր, հենց ինձ էր գրել, որ Արիանա Արտակ Սարգսյանի մոտ այդ ինչ կուրկուրի ձակ ես դարձել, տենց վախենում ես։ Ես ուզում եմ այդ երիտասարդին պատասխանել։ Ուրեմն Արիանան ներկայացնում է շատ պատվավոր մարդու, ում շատ հարգում եմ։ Արիանան գիտի, որտեղ իրեն ոնց պահի, ում հետ ոնց խոսի։ Հաստատ պարոն Սարգսյանի մոտ թույլ չեմ տա, բայց հիմա պարոն Սարգսյանին անցում կատարենք եւ ուզում եմ անձամբ ձեզ պատասխանել, որ այդ տեսակ մեկը չի ծնվել, որ Արիանան կուրկուրի ձակ լինի։ Հարգանքը եւ այդ ձեր գրածը տարանջատեք միանցից։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Սարգսյան։ Ես եմ շնորհակալ։ Հուսով եմ գոհացրեցինք ձեզ, իմ շատ սիրելի Facebook-յան հետևորդ